Օրերս մենք իմացանք, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է Քրիստոսին մենակ չթողնել մայրաթոռում։ Եվ մենք այլևս Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսին մենակ չենք թողի։ Այլ հարց արդյոք Քրիստոսը կարիք ունի նրա անկերակցության եւ աջակցության, բայց այդ հարցը թողնենք մի կողմ։ Բայց դա ամենը չէ, Նիկոլ Փաշինյանը սկսել է որոշել, թե մոտավորապես ով է մեղավորով ոչ եւ կապ չունի նա մեղավոր է թե չէ, կարեւորը իր հետ է։ Նրան հարց ուղեցին, որ կաթողիկոսի հեռացման կողմնակիցներից Վազգեն Միրզախանյանը, եպիսկոպոսը, աչքի է ընկել ինչ-որ տեղեկություններ կան, նույնպես սրբապղծություններով, այլ հոգևորականի կնոջ հետ ունեցած սեռական կապերով, ֆինանսական մեխանիզմներով, Նիկոլ Փաշինյանը դա չհերքեց, չբացառեց, միաժամանակ ասաց, որ հոգևորի վերանորոգման այս գործընթացը հենց մեղքերի թողության մասին է։ Մեզնից որևէ մեկը անմեղ կամ սուրբ ձևանալու բան չունի, մտադրություն եւ կանխավարկած չունի։ Ընդհակառակը բարենորոգման հայտարարության մեջ արձանագրված է մեր մեղավորությունը եւ պատասխանատվությունը։ Այս օրակարգը սրա մասին է։ Ես ինքս գնում եմ Խորանի առաջ ծնկի եմ գալիս եւ իմ մեղքերի համար տողություն եմ փնտրում։ Ինչ է ստացվում, որ ով Նիկոլ Փաշինյանի օրակարգի կողմնակից է, նրա ասածով է առաջնորդվում։ Ջանդամը թե մեղսավոր չէ։ Կջոյանը կլինի այդ մարդը օֆշորային բենտլիական եւ սիրուհիների սկանդալների պատմություններով, թե Վազգեն Միրզախանյանն օրինակ բացարձակեական չէ։ Նիկոլ Փաշինյանի հետ լինելը տալիս է մեղքերի թողություն։ Ինդուլգենցիա։ Միջնադարյան կաթոլիկ եկեղեցում ինդուլգենցիան մեղքերի թողության կարգն էր։ Սկսեցին վաճառել, դրանից հետո տեղի ունեցավ կրոնական հեղափոխություն ռեֆորմացիան, այսինքն գումար էր տալիս եկեղեցուն, որպեսզի մեղքերի թողություն ստանար։ Եվ այս պարագայում, Նիկոլ Փաշինյանի պարագայում այդ վճարը ընդամենը նրա քաղաքական կամքը կատարելն է։ Նա չի դատապարտում Կջոյանին, Վազգեն Միրզախանյանին, ասելով, որ նրանք պետք է հեռանան եկեղեցուց, բայց այ կաթողիկոսի հարցում որոշել է, որ նա պետք է հեռանա։ Փաստորեն սա է նրա եկեղեցին վերանորոգելու կամ նորոգելու հոգևոր նորոգման փիլիսոփայությունը։ Եվ եթե դա է արդարության, մաքրագործության սկզբունքը, գուցե այդպես ներվեն բոլոր մեղսավորները մեր երկրի, Սերժ Սարգսյանից, Քոչարյանից սկսած վերջացրած մնացածներով, կարելի է պարզապես աջակցություն հայտնել Նիկոլ Փաշինյանին եւ ներվել, քանի որ նա Քրիստոսին մենակ չի թողնելու։